գործը։ Ավտոներկերի ոլորտը անցնում է նոր թվայնացման ոլորտ, նպատակը նրան կայանում ստեղծել վեբ հարթակ ավտոներկերի և ապրանքների վաճառքների համար, վերլուծել առցած հարթակները խնդիրներից են։ Օրինակ ես փորձել եմ գտնել Հայաստանի տարածքում ինչ-որ տենց վեբ հարթակ, որտեղ կվաճառվեն սայթի պես ապրանքներ, ներկեր, բայց չեմ գտել եմ ռուսական, եվրոպական, բայց էլի լիարժեք իմ ուզածի պես չի եղել։ Մշակել պատվերների համակարգը, հիմնականում պատվերների համակարգը տենց զարգացած չի ես ոլորտում, ես փորձել եմ որպես նենց անեմ արհեստավորին հարմար լինի, օրինակ գտնի իր ցանկացած ապրանքը, մեզ հետ կապի դուք գա եւ մենք այդ առաքման պահը կազմակերպենք, էլի։ Գործող բիզնեսի է վերաբերվում։ Այո։ Այո։ Կայքը բացվեք մի անգամ։ Մեկ էլ ընթացքում հուշի, որ տեխնոլոգիա Այնտեղ կար մի վարկյա պրեզենտացիա մի բան կարամ ասում ֆունկցիոնալ մոդուլները առանձնահատուկ երեքն են, սրճ համակարգ ապրանքների, խելացի զամբյուղ, հետադարձ կապ, ապրանքների սրճ համակարգը գրում է սա անունը, ինքը մի անգամից բերում է գնով, ամեն զտիչներով ունի, խելացի զամբյուղը, օրինակ ցույց կտամ, օրինակ ավելացնում եք զամբյուղի մեջ, օրինակ մի հատ է կարաս մի բան ավելացնես, օրինակ ես մուտք եմ գործում խելացի զամբյուղ, ինքը հատում մի անգամից ընդհանուր գումարը գրում, դրա համար է խելացի։ Չպես է գործում։ Իսկ ուրիշ ինչ պիտի ունենան, որ խելացի կոչվի զամբյուղը։ Օրինակ, նայեք, լիքը բաներ կա, բայց հարկի չներկայացնում ձեզ։ Օրինակ, այվերական կարգի վրա կա այսօր։ Օրինակ, տեսեք, ստեղ երկու բան կա, կատեգորիաներ սենց կար։ Օրինակ, նշիկ գինը ցածրից բարձր։ Այս ինչա կոչվում։ Ինչ է։ Համակարգը ինչ համակարգ, ֆիլտրման ինչի։ Ֆիլտրման։ Օրինակ, տեսեք, գինը սկսում է ցածրից մինչև բարձր, 2800-ից մինչև քիչ, մինչև 15900։ Նույնը հակառակն է, բարձրից ցածր և ցածրից բարձր։ Իսկ որ ասենք խելացի է, խոսում հանց չեն կապը, ասենք ինչ-որ ապրանք, որ նայում ես, ինքը գտնում է նմանատիպ ապրանքներ։ Ընկեր եղամ, սենց ասեմ, հիմա լիարժեք վերջնական չի կայքը, բայց մտածել եմ դրա վերաբերյալ, որ ավելացնեմ։ Իսկ կարող է զամբյուղում ցույց տա քանի հատ ամենացել օրինակ։ Չէ, նայեք, զամբյուղում ցույց չի տալիս, բայց օրինակ բաժիններում ցույց է տալի, օրինակ պահեստան մնացել է 35 հատ։ Բաժին։ Վերջին ապրանքը զամբյուղից ավտոմատ դուրս գնա, թե այս պահին դեռ չէ։ Այդ պահին դեռ լիարժեք չեմ արել դրան, բայց որովհետև դրա համար 0 գրի առկա չէ։ Բոլոր բաժինները կա, ես ավելացրել եմ որպես մասնագիտական արդեն ապրանքների վերաբերյալ, օրինակ հա ցետ տեսած վերադառնալ անում։ Օրինակ ստեղ այն ամեն ինչը կա, ինչը անհրաժեշտ է վարպետներին։ Ինչ որ նորարարություն ունի կայքը, որ այդպես ասած ուսումնասիրել եմ, բայց Հայաստանում չեմ գտել կայքեր, որ քո գաղափարին մոտ է։ Քո նորարարությունը ո՞րն է այստեղ։ Թեկուզ հենց այն, դեռ մի քիչ ավտոներկերի ոլորտը նոր շեշտեցի, տենց զարգացած չի, որ օրինակ վեբ կայք ունենաք ու ապրանք խոսքի գտնես։ Էրանով է զարգացած բոլոր ֆիրմաներով, արհեստավորին, որը գիտեմ, անհրաժեշտ է այդ ամեն ինչը կա ծրագրի մեջ։ Այսինքն յուզերները տարեստավորներն են, մեքենաների տերը չի կա։ Չէ, դե հիմնականում ես չեմ կարող էլի դες ճիշտ բացատրեմ արդեն իմ ոլորտը։ Լավ, հիմա ես որ ուզենամ ներք գնեմ, պիտի անպայման գործանող լինեմ, թե կարամ Դուք չեք կներեք, բայց չեք հասկանալ այս ոլորտից, որ պետք է օրինակ ինչներ չէ, արտալավ։ Չէ, դե եկել եւ նայ այդ մտքովի հասկանալ։ Հավանես ջան, ենթադրենք իմ մեքենան սելա, ես ուզում եմ ներկեմ դեղին, օրինակ եմ ասում։ Ուզում եք ասեմ շարունակությունը ձեր այդ ասած մտքի։
Պրոցեսը, ես Պրոցեսը կարող ներկայացնեմ ամենասկզբից մինչև վերջ։ Խնդրեմ։ Մեքենան տանում եք, տալիս եք արհեստավորին, վարպետին, զոհ փչողին մեր լեզվով ասած։ Դուք իրան ասում եք, ես երանգ եմ ուզում, օրինակ, չգիտեմ, Mercedes-ի 198-ը միտքը։ Ինքը գալիս է մեր մոտ արդեն խանութ, այդ ամեն ինչը մեզ ասում է, ես բանն է պետք քաշով բանով, մենք տալիս ենք իրան, չորա ձեզ անհանձնում։ Մի վարքան, իսկ ես որպես user, մինչև վարպետին դիմելը, չեմ դիմում վարպետին, ես ուզում եմ մի հատ փորձարկեմ, տեսնեմ օրինակ իմ մեքենան կարող է կանաչ ավելի սիրունա, քան դեղին։ Չեմ կարող քո կայքին փորձարկել։ Դեռ ոչ, անհասանելի է դեռ դա։ Ես այդ նորարարության մասին եմ խոսում, որ օրինակ ֆոտո անեմ մեքենաս, իրականում ուզում եմ ներկեմ։ Ֆոտո անեմ մեքենաս, հա, Նախ ու այնտեղ փոխեմ գույնը։ այդ ավելի ճիշտ կլինի։ Չէ, փաստաթղթերով էլ պիտի փոխեմ։ Այդ գույնը փոխենք։ Տեսնենք ոնց ավելի։ Իսկ երենասեց ասեմ ես ձեր հարցի պատասխանը տամ, այդպես դիարժեք դուք չեք տեսնելու երանգային։ Դե բնականաբար հասկանում։ Շուշապրտես մինչև Ես հասկանում եք այդ բոլորը։ Դա Ռոման ջան, մի հատ հարց է ես տամ ու վերջացնեմ։ Ասեք, ուզում ես ինչ-որ գույն բռնես, հա, հասկացա ինչ եմ ասում։ Կոդերը։ Սև է, բայց մեջը Խարիկներ կա ձեր։ էստետիկներ, հա, որ ֆայլի։ Այդ հնարավորություն ունի քո կայքը, թե չէ։ Թե այդ արդեն գալիս է։ Էլի թող մասնագետ անի ինտերնետ։ Չէ, այդ մասնակետը չէ արդեն։ Մուտք է գործում օրինակ կա, ինչիցիոն։ Հեսա հասցեով համարով կա, դուք ապրում եք մեզ հետ, դուք գալիս եք տեղում, մենք իրար հետ հասկանում ենք, օրինակ։ Չէ, այդ հասկացա, բայց ասենք ես ինդիկատոր գույնի օրինակը ենթադրենք լինի։ Այնքան ապրել ձեր ասած, այնքան տարբեր երանգներ ունենք, այդ ամեն ինչը որ ներկայացնում կայքի մեջ։ Տես դու գույնը պատկերում ես, ինչ որ մեկից։ Պալիտրան գալիս է այդ ներկերի հետ։ Այսինքն փորձաթղթերը այդ ուստը դրա մասին է, այդ ցուցադրված է ինչ որտեղ, թե չէ։ Այգում չէ, դա արդեն խանութում է։ Շատ է այս ասած կատարում։ Կարող է շատ թիմաս հարցը, բայց ապրանքները որ մեծատառով ես գրել, այդ կապունի ինչ որ բանի հետ է ուղղակի այդպես։ Կատեգորիաները։ Կատեգորիաների։ Չէ, կարող է կարևոր է որ ապրանքներ կարը ամբողջ մեծատառով լինի, շեշտը հետ ապրանքի վրա է ստեղծվում։ Դե հիմնականում ապրանքները էլի մոտ լինելու։ Շեշտված է լինում։ Լավ, հարց չունեմ։ Շնորհակալ։ Ներկայումս թվային տրանսֆորմացիայի մեջ բիզնեսներից դիմում են, որ բացի բարձ սովորական կայքերից տեղեկատվական, նաև ունենալ ավելի մանրամասն ու ցուցադրական հարթակներ, որ ավելի մանրամասն կարող է տեղեկանալ տվյալ ինչ գնում որ ուզում ես անել ցուցադրական սայթերի մասին։ Լասա կայքի մասին, կայքի բաժինները տասա։ Այսինքն չհասկացում հարցը Ինչ բաժիններից է բաղկացած կայքը, ինչ մասեր ունի։ Ընդհանրինքը հենց կահույքի վերաբերյալ է, որպես ցուցադրական սայթ, որով մարդկանց ավելի է հեշտ ասում, որ մտնեն ավելի հստակ ու ավելի հեշտ կողմնորոշում ինչ գրում են ուզում կատարել, առանց խանութ այցելելու։ Ոնց եք կապվում ձեր հետ։ Ստեղ Gmail-ս ու Erox-ը համարած է գրած, հիմնականում հետագայանում որոշում է, որ արդեն ավելի խոշոր կազմակերպությունների հետ, որպես ինգումար աշխատելու նպատակներն է, որ հետագայում ավելի խոշոր կազմակերպությունների հետ համագործակցելով իրենց կգնի կահույք կամ ինչ-որ իրենց որպես վաճառքի ինչ-որ կամպանիայում։ Հակոբ դու սիրում ես կահույքի գործ դրա համար ես կայքը արել։ Դե որպես համ հա, համ դեպքան չէ, որոշ չափով հա։
բաց է սեջեր ավտոմատը։ Կապեն կահույքն է, ու կապի իր նկարագրությունը։ Հնարավորինս նմանասն տվյալներն եմ գրել, նկարմիջ ցուցադրված տարբերակից։ Քո հաճախորդները ովքեր են։ Բիզնեսները թե մարդիկ։ Բանա, հաճախորդները ինձ իմայից ոչ ունենալ։ Ապակային ովքեր են լինելու հասկանալու հիմա հաճախորդներ։ Նաև օրինակի համար եթե հիմա դուք ուզում եք ինչ-որ կահույքի մասին, ինչ-որ հիմա որ պատկերացնում կազմեք ինչ եք ուզում առնեք, տվյալները առնելու համար մտնում եք որպեսզի ցուցադրական էջը, որտեղ ուղղակի ցուցադրում եմ տարբեր տեսակի կահույքներ, իսկ հետագայում օրինակի համար վեգան ապրանքանիշները, որ վեգան համագործակցում, վեգան ապրանքանիշները, որ արդեն դնեմ, այդ ժամանակ կարող ընտրեք ցուցադրական էջիցս ու կապեք օրինակի համար որպես միշտոր դες կարող կազմակերպել, որ դուք գնեք։ Իսկ կարող մենք օրինակ ուղարկենք ու այդ օրինակ պատրաստել։ Այդպես չեմ կարող։ Ուղղակի տեղեկատվական հայ։ Միջնորդես որ գտնեք այդ ապրանքները, Այո, իսկ ինչի պիտի հենց քո կայքիով գնանք։ որովհետև հնարավորինս բարձր որակ եմ ամեն ինչը։ Քո օգուտը Կայքս իրանը բանը հստակ։ որպես միջնորդ քո օգուտը ո՞րն է այստեղ։ Օգուտը որ համագործակցեմ ամեն կազմակերպությունը, որ համագործակցի հետս, իր կազմակերպությունը համգոված դնելով ու իր ապրանքանիշը ներկայացնելով, հետո եմ աշխատելու։ Սրանք պլյուս սկսելը թույլ կտա օքսիդացիոն է հեռացնել, դրա ավելի հեշտ ապամոնտաժել միացիչ է։ Ես օգտագործել եմ բաղանջելյուս, որ քաշեմ արդեն պատրաստի զոդանյութը եւ ավելի հեշտ թերմի միացիչ է։ Ինչ միացիչ է։ Զինք միացիչ։ Ինչի համար է։ Զինք միացիչը նախատեսված է FFC եւ HPC մալուխների համար, որը շատ հարկավոր է գրքի համակարգիչների մեջ եւ առանց FFC HPC մալուխների անհնար կներ գրքի համակարգիչը սարքել այնքան կոպատ, ինչքան հիմա է։ Այդ ինչ ես անգիրարացնում, կոնկրետ ասա ինչի համար է պրոբլեմը։ Ինչի համար է հոդը։ Բնիկը FFC HPC մալուխների համար։ Ինչ են Մարդիկ ինչ չգիտեն են այդ ինչը։ միացնելու։ Մալուխները։ Ինչի։ Հա, ստեղնաշարի։ Նաև կարևոր է, որ զինք միացիչը գլխավոր իմաստն է բացառել ուժը միացման ժամանակ։ Տեսակների ունի միացիչը։ Հա, ունի 3 տեսակ, front flip, back flip, առաջ փակվող, հետ փակվող, մեկ է սահող։ Նրանք հիմնականում տարբերվում են չափսերով, որը հնարավորություն է տալի ավելի հեշտ նախագծել որտեղ է դրվել։ Ամենահեշտը ո՞րն է։ Ամենահեշտը ապամոնտաժը Չէ, այդ 3 տեսակներից որով է ավելի հեշտ նախագծում։ ավելի հեշտ նախագծում, երևի սահողը, մեկ է առաջ փակվողը, առաջ փակվողը նրանով է լավ, որ ինքը տափակ է, իսկ սահողը շատ երկարություն չի զբաղեցնում, դες բարձր է։ Հիմա դու ո՞ր եք տեսականում դաշը։ Ետ փակվող զինք միացիչն է։ Ինչ խնդիրների ես հանդիպել աշխատանքում։ Խնդիրներին թերմոպլաստիկներ բանում, հարմոն պատյանելա, քանի որ շատ փոքր մանրակրկիտ աշխատանք է, մեկ-մեկ ստացվում է, որ հազերում քիչ, բայց քանի որ փակվող մեխանիզմը չէր վնասվում, ամենակարևորը դա է, կարող է աշխատել։ Թերմոսկոչ չես օգտագործում։ Թերմոսկոչ օգտագործում Դե հոտիկների կողքի տերմոպլաստիկի մասին ասոցքը, այդտեղ չգիտեմ, կարող եմ այդքան փոխել։ Ստեղ նոր պլյուս եմ կսել, նաև սկսում եմ օգտագործել ռոզեի համաձուլվածքը, որը երբան ավելի կհեշտացնի ապամոնտաժումը միացիչի։ Դրանից հետո ինչ ես անում։ Դրանից հետո օգտագործում եմ զոդման օդային գայնը, օդային զոդիչը, որը եւ ESD-ից հետո, որի օգնությամբ կարող եմ հեշտությամբ հանել զինք միացիչը։ Հետո։ Նաև զինք միացիչի ապամոնտաժումից հետո
մայրսալիկի վրա դեռ մնում է ռոզեի համաձուլվածքը, որը պետք է հեռացնել բխաձե ջրի օգնությամբ։ Ինչի համար պետք է Որովհետև ռոզեի համաձուլվածքը նախատեսված է ապամոնտաժման եւ զոդանյութի ամրությունը թույլատնելու համար, երկու անգամ ավելի ցածր ջերմաստիճանի տակ է հանդիպում 90 աստիճանի։ Հա, կոմնա, որովհետև մոնտաժելու ժամանակ նա խանգարելու է ավելի թույլատնելու։ Հիմա կոմանդեյուսով հեռացնում են ռոզեն, մենք կարող է սա նոր լուսին։ Բայջան, հատ ես ուզում եմ հասկանալ, ժամանակի թթվեն հարցի վրա։ Հա։ Վերջը ինչի համար ես հանում իրան, թող մնա, ինքիրանով պայքարը։ Ինքիրանով ավելի հեշտ է բանը։ Իսկեն հա, Բա ինչի է մոնտաժում է, մոնտաժում է։ Չէ, ասում ես ռոզեն պետք է մաքրել զլատայի վրա։ Հա։ Համաձայն եմ, ասում եմ ինչի ես մաքրում, թող մնա։ Որովհետև Նորությունից թող մնա, ինչ ամուր միացում չի լինի։ Ահա, բայ։ Միանգամից պետք է հարցին պատասխան։ Որ ավելի հեշտ է լինի ռոզեն լյուքս է։ Այսինքն ռոզեն ինչի համար է։ Ապամոնտաժելու համար, որ թույլատնի զոդանյութի ամուր միացում։ Ոչ թե զոդելու համար։ Հա։ Ապամոնտաժման համար։ Ինչն է զոտելու համար։ Զոդանյութը։ Եվ ինչա։ Կախված է անագից, Անագը։ հա, Ոլով։ հա, զոդանյութի որոշը կախված է թե քանի տոկոսից է բաղկացած անագից։ Նաև հիմա ստեղծվում է մոնտաժման պրոցեսը, շատ կարևոր է, որ ճիշտ տեղադրել, որ տեղաշարժ չլինի կողմնային կամ անկողմնային։ Ինչպես դեռ մենք ճիշտ է դրած, հիմա զգուշորեն ես փորձում եմ զոդեմ, որ հանկարծակի զոդման ժամանակ տեղաշարժ չլինի։ Հիմա զոդելու ժամանակ առաջացել այն մի խնդիր, զոդանյութի կամուրջ է առաջացել, որը կարող է առաջացնել կարճ միացում։ Զոդանյութի կամուրջը ես փորձում եմ տանել ուրիշ ոտիկները զոդանյութը, բայց երբ որ չի ստացվում, կարող եմ նաև օգտագործել պղնձե հյութ։ Իսկ անհաջող փորձ ունեցել ես զոտելու։ Հա։ Ինչի չի ստացվել, ինչի պատճառով։ Հակելու մեխանիզմն է հատվել, չէր փոխվում։ Պլատա չթողեցին ասում անհագու։ Չի գիտակում ձեր զոդում է։ Իսկ եկերսենից դատես աշխատում թե վատես տանում։ Չէ, Ռադիո դետալներն իրականացում ես։ Ես չէ։ ապամոնտաժում է։ Չէ, ընդհանուր պլատան ինչից է բաղկացնում ու գալա։ Դետալները ինչ կա։ Հա, կամուրջները կա, որը միացնում է բաղադրիչները իրար հետ։ Դե ասում եմ ինչ բաղադրիչներ կան, Հավատալի այսինքն Հա, կոնդենսատոր, ռեզիստոր, պրոցեսորը կա, օրինակ միացիչները կա։ ամաս որը ինչ դետալ է։ Արմենմանը որ ինչ դետալ է, հա, Ուղղակի վիզուալ ոչ թե։ վիզուալի է։ Ուրեմն դիոդի դերը ո՞րն է։ Ինչի դերը։ Դիոդի։ Դիոդի դերը, սվետադիոդ։ Հա, դիոդը, հոսանքը մի կողմով է, Մի ակումբանի ավտոստան։ Մոնտաժելուց հետո համակարգիչը միացել է, չէ՞ խնդիր չես ունեցել։ Չի գմփացվել։ Չէ, դրա համար բան է արել ես մուլտիմետրով ստուգել էի, կարճ միացնում, որ պրոստը իրեն չի գմփացել։ Հիմնականը կնքից չի լավապող ծանց այդ ժամանակ կարոտի չի գնում բայց մուլտի կոնտրոլը Հիմա կողքի թևիկներն են զոդում, զոդի միլեշում արդեն բժշկական սպիրտով սկսում են մայրսալիկը մաքրել ավելով հյութի, որը կարող է առաջացնել կարոտը։ Ինչ
Ինչի են ստիրտով։ Բժշկական սպիրտը, որովհետև ինքը շուտ է խորոշի անում ու վատ է։ Իսկ ջրով կարես համչես։ Չէ, դարեք պետք է ուժեղ չի անել պետք է։ Հիմա ներքիկով ոտի ամրությունն է ստուգում, որ եթե ինչ-որ ոտիկ շարժվեց, այսքան վատ է ամրությունված, մուլտիմետրով է ստուգում, ստեղ ներքև եթե ձայնի նշան լինի, նշանակում է կարճ միացել կա, մեկ-մեկ կարող է տենալ, բայց եթե երբ որ երկու հայտիկներ իրար են ուսնում։ Իսկ նորմալ ինչքան կարող շարժվել է ոտիկները քիչ։ Պետք է շարժվեն, բայց դե շատ ուժեղ պետք չի դա։ Ոտի եթե շարժում ես, պետք չի շարժվում։ Կարելի ես ու փոխել անգլերեն, հայերեն, եւ ռուսերեն։ Որոնք կարող պատերազմներ ու հասկանալ իրավարքերը կերպը։ Բայց ճիշտ է, ես բան պրեզենտացիայով սկսեմ, որ հասկանանք ինչի մասին է գայքը։ Դու խոսիր գաղափարի մասին, Գրեգ։ Գայքը ինքը սրճարանի համար գայքը, բանը, բայց սովորական սրճարան չի։ Սրճարանը, որտեղ դնում եք սենյակ եք վարձում, ու այդ սենյակում լինում է կատուներ։ Կատուները քաղաք ժամանակ անցկացնեք, ու ինչպես սովորական սրճարան կարող եք ուտելիքներ և ըմպելիքներ վեկարել։ Ներկը կան էր մենյուն, որոնք կարելի է կատուալին, սուրճերի բաժինը, սրտեսարանները և հատուկ բաժինը, որտեղ կատուներին են հրաժանքներ։ Եանան ներկում կա հասցեն և այցելեք մեզ բաժինը, որտեղ կարող եք ուտում դրանա, նեյրը և ինչ-որ հարց եթե անեք դարում։ Են դեպքում, որ մեյրը սխալագրված, ես տեղեկացում որ սխալա, ինչպես նաև տեղեկացում որ ճիշտ է և ուղարկվել է։ Մեր մասին էջը ինֆորմատիվ էջ է, որ պատմում է պատմության մասին, մենյուի մասին, կատուների մասին, հետաքրքիր փաստեր և ընդհանուր ինֆորմացիա, որ ձեզ պետք լինի։ Հաջորդ տեսում կան հաճախ տերվող հարցեր, որի ներքևը կան նրանց պատասխանները։ Օրինակ կարող ես վերին կատուն, ոչ բոլոր կատուների ապահովության համար չենք թողնում ուրիշ կատուներ։ Եվ ամենակարևոր էջը ամրագրել այցելում, որտեղ կարող եք ամրագրում կատարել, անունը, մեյլը, որ օրենք որ ձեզ խաղմարա, որ ժամին եք ուզում գա, և քանիով եք կարում։ Եվ նույն տեխնոլոգիան, որ առաջին էջում տեսել ենք, սա էլ աշխատում է։ Կատուները իսկական կատուները չեն ուտիլից են վերցրած, բայց երբ բիզնեսը իրականացնեն մի օր, իրական կատուները կտենան։ Իսկ ինչ են անում կատուները, գալիս են շփվում են հաճախորդների հետ։ Այդ սենյակ եք վարձում, այդ սենյակն լինում Այսպես բիզնես մենակ մի հատ կա Հայաստանում, դել կոմիտասիոն անում։ Էլի կատուներով։ Այո։ Գրեգ, իսկ արտասահմանում դիտարկել ես նմանատիպ բիզնես դրսում։ Եվրոպայում շատ հայտնի սրճարան կա, բայց չեմ հիշում որ Այո, ես սրճարան եմ արգել։ Դիզայնի պահով ռիսերչ եմ արել, գույների պահով, վեբսայթները, իրանց կներն այլ։ Բայց ըստ քեզ Հայաստանում ինքը գործող կլինի, то есть պահանջարկ ունի նմանատիպ սրճարանը։ Ինչա։ Նմանատիպ սրճարանը պահանջարկ ունենա Հայաստանում։ Հա, մի հատ կա։ Եվ հաճախորդներ ունի։ Այո։ Հենց այդ է ասում, կոմիտասիոն Իսկ եթե քո գործը համեմատես իրենց պրոդուկտի հետ, տարբերությունը որն է։ Քեզ մոտ ինչ առավելություն է լինելու։ Ճիշտ ասած տարբերությունները այդքան շատ չեն, բայց կարևորը որ
Ես Հայաստանում քիչ է այս բիզնեսը, սենց բիզնեսներ քիչ են տուրիստների համար բան։ Ես բիզնեսը ավելի սարքված եմ տուրիստների համար։ Սեզոնային նախատեսում ես, որ առաքվում մենակ այն սրճարանը։ Ինչպես։ Առաքվում։ Դե առաքումը անիմաստ լինի, որտեղ հենց այդ experience-ն է կարևորը, որ գնաց շատների հետ Դե կարողանան։ կարող օրինակ նա վիզիտ կա այստեղի տասնեկարով, ռակում այդ դինակարույս, ու միջոցով սեզոնայնության այդ հարցի լուծում ես։ Դու կապուսինում ես, հա։ Պրեզենտացիան դեպի տանանանք, թե Երևելի, հա, հարցեր ունենք։ չկան։ Բարձես, բարի կայքության և աշխատանքը արդեն սկայք է։ Վիքսերա ոնց որ բար իմաց չունի, բայց վիքսերայի նպատակը իրանից անում սարքելն է, ոնց որ շատ հարմարավետ և ժամանակակից վեբսայթ, որը մարդիկ կարող են օգտագործեն, որ գնեն վիքսերայի պրոդուկտները։ Վիքսերայի պրոդուկտները համակարգչային սարքերի գիտակցողներ։ Ենթադրեք էկրանի վրա կարող եք գնալ վիքսերայի երկու պրոդուկտ, նաուշնիկներ և համակարգիչ։ Երկուսն են նույն վիքսերայի պրոդուկտներ։ Կայք սարքելուց առաջ ես մտածում եի, թե ինչ իմաստ ունի իմ կայքը։ Ես ոնց որ մարդ որ շատ օգտագործում այսպիսի կայքեր և օգտագործում են իրենց պրոդուկտները, շատ տխուր եմ որ տենեմ, որ իրանք շատ խնամք չեն դնում իրանց կայքերի մեջ։ Եվ իմ կայքը հենց ուզում է այդ պրոբլեմը լուծել։ Ցույց տալով այդ ընկերություններին ոնց պետք է շատ հարմարավետ և միաժամանակ ժամանակակից սայթ սարքել։ Սարքման պրոցեսում օգտագործել եմ HTML, որը նրա մարմինն է, CSS, որը տալիս է իրան դիզայն, և JavaScript, որը թողում է օգտագործողներին սայթը ինտերակտիվ։ Նաև անում էի հասանելիություն։ Սայթին կարող եք գնալ օգտագործելով Chrome կամ QR-կոդ։ QR-կոդը ունի պրեզենտացիայի վերջում, իսկ էկրանի վրա կարող եք ներդնել ոնց է այն երևում հեռախոսների և համակարգիչների վրա։ Ցույց տալով, որ այն ունի adaptive design։ Նաև այն ունի լեզվական աջակցություն։ Այն ունի 3 հատ լեզու՝ անգլերեն, ռուսերեն և հայերեն։ Թույլ տալով մարդկանց տարբերություններից օգտագործեն սայթը։ Ի վերջո, երկրաշտ ժամանակը որ սայթը գնում անել, պետք է անցնել գնա պրոցեսով։ Այն սարքած է շատ հեշտ, ընդհանուր 3 հատ քայլից։ Ընտրեք թե ինչ եք ուզում անեք վիքսերը կայքից և գցեք ան ձեր զանգորով։ Քայլերու բացեք զանգորը, որտեղ կարողանաք թե ինչ է կտրել և ձեր պրոդուկտների գինը։ Հետնել, եթե դուք ուզում եք անել մի քանի պրոդուկտ, վիքսերակայքը հաշվում է դատաբազան պրոդուկտների և գինը միացնում է, դարձնելով այն մի հատ վերջնական գին։ Եվ ի վերջո, դրանց է կարողանում իսկ կապի ջրաները և ձեր պրոդուկտները իրանց ճանապարհին են ձեզ։ Այստեղ կարողանանք թե կայքը ոնց է։ Այստեղ լեզվականությունն է և պրոդուկտների բաժին։ Ստեղեց իսկան ոնց է անցնում գնան պրոցեսը։ Ցում եք զանգողը, բացում եք և այստեղ արդեն ժամանակ։ Մի անգամից այք բացես, ձախ,
կիսանյակ ունի եւ Տեխնոլոգիան ասեցի ուշադրություն։ հա, ասել եք, այն ցանկացել եք միշտ իմելով, ցեսով եւ վերջացնելով։ Վեզուները Օրինակ JavaScript-ը ինչ ծառայ։ JavaScript-ը ուղղակի թույլատում է, որ մարդ օգտագործի վեբսայթը, սմիթ կոմպաներին եւ գնումները կատարի։ մի քանի բան զանգուցես Ենթադրենք, եթե անուն բազման չեք գրել, սայթը չի թողում ձեզ շարունակել։ Պետք է անպայման ճիշտ ինֆորմացիա բերեք, որ այն հասկանա, որ դուք կամ մոտ եք, որ ուզում եք գնեք մեր պրոդուկտը։ հետագայում որ թողարկես կայքը աշխատելը Հա, չէ։ Նաև, եթե ես ինքս sense կամպանիա չունենամ, ես կարամ այսպիսի սայթը ոնց որ սարքել այն կամպանիայի համար, որոնք նոր են սկսում, օգնելով իրանց եւ տալով իրանց Ինչին արժեքը ինչքան է աշխատանքի։ Այստեղ հատկացած Լավ, շնորհակալ միջին արժեքը ուսումնասիրել ես նման աշխատանք։ նման աշխատանքների չնայած նաև են եւ այսպիսի աշխատանքը կարող լինի 400 մինչև $1000։ Նայածին թե ինչքան մեջը հնարավորություններ կան, ընդհանրին դեզոք հնարավորությունը, միայն թե չէ, եւ քանակներ, եւ շարունակ։ Դիզայնի առումով բոլոր սարքերի վրա նման աշխատելը այդ Հա, կարաս պրեզենտացիան ստացես, այնտեղ սայթը, որը բացում է դրա մասին։ Ուսուցանան այն աշխատում է համ հեռախոսների վրա, համ համակարգիչների վրա։ Երբ եղամացը չուներ, անըտ ինչ էր։ Էրիկ ջան, հիմա քո պատրաստած կայքը տարբեր էկրանների համար ադապտիվ է, ադապտիվ է։ Ադապտիվ, համ։ Այսինքն ամեն բլոկի համար, տարբեր էկրանի չափսերի համար տարբեր հատկություններ ես, հա, բաներ։ Էրիկ ջան, իսկ դիտարկել ես, ուսումնասիրել ես գործող կայքեր, կազմակերպություններ, որ նմանատիպ կայք ունեն։ Ոնց որ փորձառություն դիտարկել ես արդեն յուզերների։ Ճիշտ է, հələ որ չէ, որտեղ SDK-ից ոնց որ նոր է եկել, որտեղ ինքին թեման ես պետքա վերջին մոմենտ փոխեմ։ Հասկացա։ Բայց եթե նախատեսես, որ ուզում ես նմանատիպ կայք ստեղծել, անպայման ուսումնասիրիր արդեն իսկ գործող կայքերը, որ եթե արդեն թերացումներ ունեմ, որ յուզերի փորձը ուսումնասիրես, էլի, այդ փորձի հիման վրա նորարարություններ առաջարկես։ Ստանդարտ չանես։ Զուտ որ ստանդարտ չլինի գործ։ Ես Հայկ Հարությունյանն եմ, իմ դիպլոմային աշխատանքի թեման է Special Intellectual Web հավելված, որը կրկվայնացնի փաստաթղթերը, որպեսզի սկսենք մի հատ բաց հարցից պետք է սկսենք, առասարակ իրանք ինչ է ներկայացնում փաստաթղթը։ Ընդհանրապես փաստաթղթի կոնցեպտը դառն է, որ ինքը թղթի կտոր է, որը բանանում է ինֆորմացիա, որը փաստում կամ ապացուցում է կոնկրետ ինչ-որ տվյալ։ Հիմա կար խնդիր, որ ես նկատել եմ։ Ընդհանրապես 1000 տարվա պատմությանը նայելուց մենք նկատում ենք, որ աշխարհը շատ փոփոխություններ է եղել։ Նամանավանդ վերջի 100 տարվա ընթացքում էքսպոնենցիալ արագությամբ աշխարհը զարգացել է, մարդուց արկելը դիեզանացել է, հետ է եկել արհեստական բանականություն ենք այսօր սարքում, որը մեզ իսկայացել է։ Դիտողում մեր փաստաթղթերը, որ ամենակարևորներից, եթե ոչ ամենակարևորը, ամենակարևորի բանի քաղաքակրթության պարագաներից է, որ առասարակ պետք է գալիս 1000 տարվա ընթացքում ոչ մի փոփոխության չի ենթարկվել։ Օրինակի համար ցույց տամ։ Պայմանագիրը 1000 տարի առաջ, փաստաթուղթը 200 տարի առաջ
իմ գաղափարը ոչ թե զարգացնել, այլ թղթի վրա պրոստը ավելի սիրուն նկարել։ Հա, ինչ-որ դրոշման իշեր ենք սկսել կրծնել, ինչ-որ մի քիչ ավելի սիրուն շրջանակ ենք, լուսանկար ենք սկսել ավելացնել, բայց իտոգում ոչ մի պրոգրեսիվ փոփոխություն չի եղել այս նկարահանվածքում։ Իտոգում մենք ապրում ենք թվային տեխնոլոգիաների դարաշրջանում, որը ինֆորմացիայի դարաշրջանում է, որտեղ ամեն ինչ շատ արագ արվում է, բացի այս ամեն ինչից։ Ասում ենք ինչ-որտեղ մեզ կարող է փաստաթուղթ պետք կլնում, հավրած փաստաթղթից մի հատ մոռացած են կլնում ու ոնց որ այդ մեր գործը չանում, առաջ չի եկել։ Դրա համար ինչ եմ առաջարկում ես, առաջարկում եմ ամպերային պրոդուկտը իմ ստեղծած, որը լուծում է այս խնդիրը, ու շատ հետաքրքիր ու էֆեկտիվ ձևով նորավոր։ Ամպերային թվայնացնում է մեր փաստաթղթերը սովորական ֆոտո անելու միջոցով, բայց տարբերություն մնացած պրոդուկտների, որոնք ես բանջի կարող ենք կեքսորից կամ պրոդի մարկետից քաշենք, ինքը ոչ թե հեռախոսի մեջ ֆոնը ջնջած փաստաթղթի նկարն է, այլ ինքը լրիվ թվայնացնում է։ Այսինքն մենք փաստաթուղթը նկարում ենք, ինքը բոլոր փաստաթղթերը կոնկրետ ստանդարտի մեջ ֆորմատավորում է, ու բոլորը միանումը պահում մեր հեռախոսի մեջ։ Դա մեզ հնարավորություն է տալիս, որ մենք շատ արագ մեր փաստաթուղթը գտնենք, շատ պարզ ձևով ցանկացած փաստաթուղթ բացենք ու բոլորը նույն ֆորմատով անում են, դրա միջոցով մենք կողմնորոշում ենք արագ ինչը պետք է կարդանք, որտեղից գտնենք, ոչ թե բացում ենք արագ դահլարով փաստաթուղթը, ինչի՞ 10 էկրանով։ Հերթով նայում ենք, ինչը մեր ուզած կետին հասնում։ Հիմա որ առաջ գնամ ավելի պարզ կենեմ նպատակը արդեն բացատրեցի ինչի համար որ մեր բաները փաստաթղթերի մեջ մի գրպանի մեջ լինի, հեռախոսի մեջ լինի, տեխնոլոգիաներ։ Նախ մենք սկսեմ տեխնոլոգիաներից, ինչ տեխնոլոգիաներ են օգտագործել։ Backend-ի համար օգտագործել եմ Python լեզուն, որպես գրադարան backend սայթերի աշխատանքի համար օգտագործել եմ Fastap-ի գրադարանը։ Օգտագործել եմ PWA տեխնոլոգիան, որ իրենց ներկայացնում web application, ինչով է տարբերվում սովորական սայթից, որ ինքը հիշվում է ձեր հեռախոսի մեջ։ Այսինքն եթե մենք մի անգամ մտնենք այդ սայթը ու բանարց ինտերնետը անջատվեցինք, հիշելու է սայթի ինտերֆեյսը ամեն ինչը, կանալը հանգիստ նորից մտնում։ Սովորական ինտերֆեյսը հավաքել եմ HTML-ով, CSS-ով, JavaScript-ով, օգտագործել եմ Vanilla.js, այսինքն ավելի գրադարներ չեմ օգտագործել, որպեսզի կայքեչ ծանրանա ու բոլոր հեռախոսների վրա բացի։ Իսկ տվյալների բազան ամենակարևոր կետը մեր մոտ, քանի որ մենք փաստաթղթեր ենք մեր հավելվածի մեջ ներմուծում, որպեսզի շատ անկապ ինչ-որ տեղեր չգնա պահպանվի ցանկացած մարդու ձեռը չլինի։ Դրա համար չեմ օգտագործել ինչ-որ backend-ում SQL կամ ինչ։ Օգտագործել եմ index.db, որը կոնկրետ մեր հեռախոսի մեջ է պահպանում փաստաթղթերը, կոնկրետ բանի մեջ է, browser-ի cache-ի մեջ է, թենքուրեն Chrome-ով ենք մտնում, Chrome-ի cache-ի մեջ մեր փաստաթղթերը պահում են։ Ու բան, կրիպտավորված կոնկրետ մեր կոդով, որպեսզի եթե անգամ հեռախոսի ընկերի մեկի ձեռքին cache-ին չկանակարգի Հաստատքի թվայնացում, ֆերացի փաստաթղթի տրամադրում, հարմարավետություններ այս ֆունկցիաների։ Հաստատքի թվայնացման պահը բացատրեցի, հիմա ցույց կտամ այդ ոնց է աշխատում։ Ֆերացի փնտրման համակարգ կա AI-ով աշխատող մեր կայքի մեջ, որպեսզի մենք ուղղակի keyboard-երով կլիչեր որ սլովաներով փորից չտանք մեր փաստաթղթի անունը ու այսօր մի բան հարցնում։ Այդ որ ասենք cache-ում է, դա որպես փուքի է, Քուքյանը մա մի քիչ ուրիշ տեխնոլոգիա, ինդեքսն արդեն մի քիչ ուրիշ տեխնոլոգիա է։ Օրինակ եթե cache-ը մաքրենք, փաստաթղթերը թե կլինի։ Cache-ը մաքրենք։ Մտածել ես ոնց խուսափենք դրանից։ Հիմա Index-տիպի cache է կա։ Այդ ես նա դոկումենտացիա կայքի կգետեմ որ cache-ը կա։ հետո cache-ը մաքրելու ժամանակ բան կա։ Իրականում էսի պրոտոտիպն է աշխատանքի։ Հետագայում երբ մենք իրան զարգացում ապրենք, բնականաբար ինքը նախատեսված որպես պետականացվի կայք է, դեպքում արդեն պետական սերվերների մեջ է լինելու տվյալները, ոնց որ հիմա է փաստացի ցանկացած օրինակ պետություն։ Այդ դեպքում արդեն այս համակարգը չի գործում, սա ուղղակի արագ տեղեկատվություն ունենալու համար ավելի ուժ է դառնում, էլի։ Այդ շնորհքից նկատում եմ ժամանակը կա, այսինքն մի ժամ բանը մաքրես դե։ Հա, 40-30 չմաքրես, հա։ Ունենք խելացի փնտրում AI-ով այն մեր ծրագրի մեջ որպեսզի արագ օրինակ փաստաթղթից գտնենք մեզ կոնկրետ փաստաթուղթը, AI-ով փոստին տալիս օրինակ, չգիտեմ, ամպերայդի գտի ինձ համար իմ անձնագիրը ու գտի երբ ավերականությունը վերջան։ Ինքը այդ ամեն ինչը քո փաստաթղթերի մեջ նայում ու քեզ կոնկրետ ոնց որ օրինակ Gemini կամ ChatGPT-ն է տալիս, պատասխան է տալիս այդ ձևով։
Այստեղ արդեն ինտերֆեյսը սկրինշոտերով ցույց են տալի, բայց դրա փոխարեն ես ցույց կտամ արդեն իմ հեռախոսի էկրանը է համակարգչի էկրանի վրա, որ դրա համար ավելի պարզ լինի, միանգամից ես այդ ամեն ինչը ցույց կտամ, էլի։ Ինչպես տեսնում եք, արդեն անտրայլի ինտերֆեյսն է, ինքս արկածը բավականին պարզ ու ինտուիտիվ դիզայնով, որ մարդը չմոլորվի, էլի, մտնում ծրագիր ավտոմատ, ամեն ինչ պարզ է ներառած։ Մեջտեղ ես կարևոր կոճակոպելիսով մենք ավելացնում ենք մեր փաստաթուղթը, ունենք նկարելու ֆունկցիա, ունենք պատկերասրահից վերցնելու ֆունկցիա։ Նկարելը միանգամից սխնում ենք, կարանք պայենք, օրինակ չգիտեմ, փաստաթուղթի վրա նկարենք միանգամից։ Պատկերասրահից արդեն կվեր գալիլեից ենք ընտրում։ Կարանք միանգամից կամ մեկ էջ նկարենք մի փաստաթղթի մեջ, կամ եթե փաստաթուղթը մի քանի էջանի է, կարանք միանգամից օրինակ 4 էջերի նկարենք ինքը քիչի որպես էդի մի փաստաթուղթ։ Օրինակ անձնագրիս օրինակով բերեմ անձնագրիս նկարը։ Արդեն բերում եմ անձնագրիս որպես պահպանված փաստաթուղթ, ինքը անձնագրիս նկարից անելը կարևոր տվյալները, որը կարա ձեռք տա, կարա պետք լինի, անուն, ազգանուն, ծննդյան տարեթիվ, անձնագրի համարը, չգիտեմ, վավերականությունը, ինչև եւ այլն։ Բացի դրանից կարևոր ֆունկցիա կատարել նաև պարելա կոնկրետ մեր փաստաթղթի նկարը, ֆոնը ջնջելով ու թողելով մենակ իրան։ Դա ավելի Python-ի without-ը ռանով գրադարանով ավտոմատ ինքը դա անում է, էլի միջոցով։ Մաքրելա ֆոնում մենք ձեր անգամ կարանք ներբեռնենք PDF ֆորմատով, առաջարկելու համար նախատեսած ֆորմատը։ Միանգամից տպելու համար նախատեսած ֆորմատով ինքը PDF-ը կարող է։ Ֆոնը, որ ասում ես, ի նկատի ունես նկարի հետևը։ Նկարից նկարը հետևը սեղան մեղան է։ Մենք այդ սեղան մեղանը նրա ջնջումա սպիտակ ֆոն է սարքում, որ տպելու համար մաքսիմալ 20% մոտիկ լինի, էլի։ Ստեղ ունենք տարբեր ֆունկցիաներ, պահպանել փոփոխությունները, կիսվել կարող ենք տարբեր ֆորմատներով, ներբեռնել կարող ենք PNG-ով, PDF-ով, JPEG ֆորմատով որպես նկար։ Կիսվելուց նաև ունենք ամպերային հղում, սա մեզ ինչ է տալիս, մեր հարթակի միջոցով մենք կարանք միանգամից տրամադրենք մեր փաստաթուղթը։ Ենթադրենք գնացել ենք հյուրանոց են գնացել, ենթադրենք մեզնից ինչ-որ անձնագրի համար են ուզում և ինչ են անում։ Որ եթե անձնագիրը չկա մեր մոտ, միանգամից ամպերային հղում ենք ստեղծում, սարքում ենք քանի րոպեով պետք է հասանելի լինի։ Գրում ենք 5 րոպեով կամ օրինակ 1 ժամով, տվեցինք օրինակ 5 րոպե։ Հղումը ստեղծվում է, ավտոմատ մեր սերվերի մեջ հղումը ստեղծում է փաստաթղթի համար, որին կարող արդեն պետքական ապով պետք է կարտած փաստաթուղթը, QR-ի միջոցով սկանանում, իր էկրանին բացվում է դեր, որտեղ ինքը պետք է անվտանգության թիվը գրի, օրինակ այս դեպքում 89 է գրված։ 89 սխմա, դա Google-ից է վերցրած այդ տեխնոլոգիան, որտեղ հարմար ու հուսալի մեթոդ է։ 89 սխմելուց հետո ինքը արդեն տենալու է մեր փաստաթուղթը կոնկրետ իր էկրանի վրա։ Այս բնականաբար էսի ավելի զարգանալու ավելի լուրջ ձևով ավելը, էսի պրոտոտիպի օրինակով է, որ ներկայանում։ Բացի դրանից, այստեղ մեր տվյալները նախ ինչով է արվում, որտեղ օգտագործել ենք OKR տեխնոլոգիան, այսինքն հատուկ ալգորիթմով աշխատող գրադարան եմ օգտագործել, շատ պարզ ու նորավոր ձևով եմ գործել։ Մեր նկարը գնում է Gemini-ը կարդում է մեր նկարի մեջից տեքստը հանում է Gemini, որովհետև ամենագրագետն ինքն է հայերեն տեքստը կարդում ու չի հորինում տեքստը, միանգամից ինչ կարդում է, այդ էլ գրում է, ամենալավին ինքն է, դրա համար Gemini-ն է։ Հանում է տեքստը մեզ վերադարձնում է JSON ֆորմատով մեր Python-ին է վերադարձնում, Python-ը տարածում է JavaScript-ին, ու սենց սիրում նկարվում է մեր էկրանը։ Ունենք թղթապանակները մենք ենք սարքում կոնկրետ մեր ուզած փաստաթղթերի համար, անձնագրերի մեջ օրինակ իմ անձնագիրը պայել, թե կարող ենք չեկել թղթապանակ սարքել, ու մեր AI-ը միանգամից մեր փաստաթղթը գեներացնելուց, եթե տեն այդ փաստաթղթի տիպին համապատասխան թղթապանակը ինքը ավտոմատ առաջարկել է պայել թղթապանակի մեջ, ոնց հասկանում եք ընդհանուր տեխնոլոգիան AI-ի վրա հիմնված։ Ունենք լեզուների ընտրուց տվյալները AI-ի միջոցով կհայտնվեն ոչ Google-ի սերվերների մաքսիմալ ապահով սերվերներ է տալիս։ Այսինքն Google-ը պայլովում է տվյալները ունենալ։ Google-ը ունենալու է, Google-ը տատանքի է տվյալները ունի զոշիվան անելու։ Ունենք տարբեր լեզուներ, հայերեն, ռուսերեն, անգլերեն,
ու հետաքրքիր ձևավորելով մի անգամից երբ որ Gemini-ը ուղարկում է մեզ փաստաթղթի տվյալները, մի անգամից բոլոր լեզուներով վերադառնում, որպես եթե մենք հանկարծ անգլերեն լեզուն դնենք, անգլերեն դնենք վերադառնալու տվյալները։ Ունենք նաև ավելի ֆունկցիոնալ dark mode-ը կարող ենք սարքել սովորական մոդից մեկ, սպիտակ դառնա ինտերֆեյսը, ես արդեն աշխատում ոնց հարմար է։ Ունենք privacy policy, ստեղ կար չարկեր չկան պոլիտիկաներն այս սայթի գրած։ Չէ, կարդեր չեն այնքան որը։ Ունենք reset all data կնոտ կա, էդի մեզ է օգնում է, որ մենք մեր ծախ տվյալները դինջ ենք կոնկրետ հեռախոսի մեջից, ու set pin կոդ, սա ինչի համար է, որ մենք pin կոդ նշենք մեր ծրագրի վրա, որ հեռախոսի ինչ որ մեկը բացի MPRID login լինի, մի անգամից չկան մեր տվյալները կարդա, pin կոդ հավեք, մենակ հավեքնենք 1, 2, 5, 6, okay։ Արդեն կայքը բացելուց ինքը մեզից pin կոդը հավեք, pin կոդը հավաքում ենք բացվում է։ Ինչը վերաբերում adaptive design-ին իրական որ ուզենք համակարգչի վրա էլ կարանք կայքը բացենք, որտեղ ինքը կայք հատվալու զանով։ Պրոստը ամենցասարկած հեռախոսի համար, որտեղ ամեն մեկ իրեն օգուտ չի գնալ, ինքը պատրաստում բացի կայքի, հիմնականում հեռախոսը դա հարամանալ է։ Ունենք կարանք change pin անենք, կարանք remove pin անենք, pin-ը ջնջելու համար։ Մեկ էլ about me AI-ով սարկած տեխնոլոգիան, ինքը մեր փաստաթղթերի հիման վրա փորձում է մեր մասին ռեզյումե կազմի, որ արագ ինչ-որ միտեղ ուղարկելու պետք լինի, մենք կանանք մեր մասին տվյալը վերցնենք ուղարկենք։ Բնական է, որ ամեն ֆունկցիան ինչ-որ գնում է Google-ի սերվերներ հետա գալիս տեխնա մի քանի վայրկյաններ, ինչ-որ 20 վայրկյան, 30 վայրկյան հանրապես տևում, անեկին սա պատասխանը եկավ, անգլերեն դրած անգլերեն պատասխանը։ Ինչ պետք ասել, հիմա տանցնենք զարգացմանը, որ սա հարցերի պատասխանը լինի, էլի։ Հելացի փնտրման, սա օրինակն է հելացի փնտրման, գրել մեր շարժանջի ժամանակ։ Հել ամենքնագիրս շողության մեջ ու կվելա մեր պատասխան արդեն սիգուն ձևավոր սպասել անցան, զարգացումը։ NFC համակարգի կցում։ Առասարակ NFC նույնիսկ համակարգը, որ տվյալները կարողանում է փոխանակել երկու սարքերի մեջը առանց բանի հատման։ Օրինակ մենք գրում ենք քարտով վճարում անելուց հեռախոսը մոտեցնում ենք սարքին, ինքը առանց խփվելու մի անգամից տվյալները հեռախոսից վերցնում։ Ինչով այս համակարգը մեզ պետք գալու, որովհետև պետականացվի էս ստանդարտացվի էս ծրագիրը։ Մարդիկ մոտենան օրինակ չգիտեն, ինչ որ պետական հիմնակ իրանց փաստաթուղթ ուզելու համար ուղղակի մոտեցնեն փաստաթուղթ կարգացող սարքին, որը կտրամադրվի ամեն հիմնարկին։ Իրանք արդեն կստանան փաստաթղթերը, ինչը որ իրենց պետք է մի անգամից էլ ուղարկելու, կիսվելու կարիք չունի։ Կառավարության ընդունում դա արդեն պետականացումն է, որտեղ ստանդարտացվում է, որ այս տեխնոլոգիան օրինակ ինչպես հիմա բաներ, ֆունկցիոնալ բարթամ ասեմ։ Արմետ ծրագիրը, ստանդարտացված բժշկական ծրագիրն նույնպես էսի պետք է ստանդարտացվի։ Ժամանակակից թվային փաստաթղթերը արդեն սովորական փաստաթղթերից քայլ-քայլ պետք է հրաժարվենք, այդ թղթի մակուլատուրայից ու անցնենք արդեն թվային փաստաթղթերի վրա։ Ամենից ձեռքի տակ ունի լիքը հարցեր ալուց, ոչ խորելու ապատոց, ոչ ճղվելու, մաշվելու, ուրիշի ձեռքը մի ամիջ չի կարան, չի կարա կերծելի, որտեղ ամեն փաստաթղթի շեշ կոդը ունեն այդ ժամանակ։ Որովական կարգի ստեղծումը, կա դրանցելու երկնքի հնարավորություն, հիմա դրանց մուտք գործենք admin ավելով։ Հիմա մենք գրանցվեցինք, գրանցվողները ունեն իրաց պրոֆիլը, ստեղ պրոֆիլում ցույց է տալիս քննված թաղերը, ով ինչ թաղեր ուներ, բալանսը, քանի թաղ կա, հնարավորություն փոխել ավատարը, հնարավորություն փոխել անունը և հնարավորություն փոխել գաղտնաբակը և երկրի հնարավորություն։ Ամեն թաղ ունի իր edge-ը, եթե թաղը ձեր մոտ գնված է, դուք կարող եք գրել օզը, օզների համար նաև հնարավորություն կա ասել դնել, եթե մի քանի մարդ ասկա դնում ու ասենք մեկը վատը, մեկը լավը, թաղի ընդհանուր ռեյտինգը դեղնի։ Օզը կարելի է դրված է փոխել և
Էդի կապված է բազայի հետ, դա որտեղ սա ինֆորմացիան բազայի հետ կապված է, դա փոքր կասնենք, բայց ապագայում պլանավորում է, որ ես դեպքում փոխվի։ Բազան ասենք ինչ դրախտարման օգտագործել է պրիզման, որպես ասում է, յանուր մաշտատել ու մեկ էլ post arg SQL ան կասնալացել, բայց երիք իմանալ։ Ստեղ մտնենք users, մեր բակել է փոխեմ։ Users-ում ցույց է տալի մեր գրանցված օգտատերերին, մենք կարող ենք իրանց բալանսը փոխել, իրանց գումար տանք, գումարի նավոսում ոսկական փող լսել սայթի մեջ դեռ չկա, բայց ապագայում եթե արդեն լրգացնել խաղեր ծախեն, այս սիստեման արդեն կարելի է միացնել։ Դեռ մենք տեսնում ենք քանի խաղ կա եւ կարող ենք փոխել, ասենք, վերացնել խաղը, հեռացնել խաղի համակարգ կամ ավելացնել խաղը։ Այդ խաղերը, որոնք արդեն սայթի կան։ Կարող ենք դիժել օգտատերին եւ եւ մեկ էլ անում կարող ենք փոխել օգտատերին։ Այստեղ ցանկում մեր խաղերի, մեր ժանրերի անունները կարող ենք փոխել ռազմավարությունների, ովքեր խաղեր ունեն, իրանց անունները կարող փոխել սխալ։ Գերհաճախ պայքի հարաբերությունը մյուս նմանատիպ պայքերից ո՞րն է։ Հարմար է, adaptive design ունի, հարմարություն իր։ Adaptive-ը, որ ասենք դուք հիմա հեռացող կարող եք բացել, լյուբոյ բանը կարող եք բացել, ինքը ադապտացվում է ձեր ուսուցողները։ Մտնենք ստեղ, սա այս երկու հարթակները մենակ ալգիններն են տեսնում, սովորական օգտատերերը չեն տեսնում։ Ստեղ մենք կարող ենք ավելացնել խաղ, եթե այստեղ խաղի անուն ենք գրում կինը, դա ապիսանյան, Սիմայդին, ստեղ մենք ինքը երբ որ տեղադրում ենք, ինքը այն խաղի էջը ավտոմատ ստեղծում իր նկարներով բաներով, այսինքն մենք հատը չենք դնում։ Ստեղ իր ամսաթիվը, ժանրը եւ այլն։ Եթե ժանրը շակով չկա, մենք նորմ ենք գրում, եթե նորմ ենք ստեղծենք, նորմ ենք գրում, ինքը ավտոմատ արդեն ստեղծում է ու այս հարթակում արդեն մենք կարող ենք իրան փոխել։ Համում համար է ստեղծել ես կայքը։ Իմ աուդիտորիան են մարդիկ, ովքեր ուզում են հետևել խաղերի, նոր խաղերին, խաղերի ինֆորմացիային եւ ապագայում ուզում են ասենք խաղ գնել։ Ու իրենց հարմար է տաղին չպետք անել։ Այստեղ մեր ավելացած խաղերն են, ասենք եթե ուզում ենք կարող ենք փոխել, կամ ընդհանրապես կարող ենք դրել։ Իսկ հետագայում ինչ ես մտածում, եկամուտ ստանալու ես հայ։ Հա, եթե հիմա այս օրենք փոխ խաղում կարող ստեղծել, որովհետև ես լիցենզիա այս խաղերին չունեմ։ Ես թիմը չեմ կամ ուրիշ ինչ-որ հարթակ որտեղ ես խաղեր ծախում, բայց եթե օրինակ ես խաղեր ազատությունների պայմանավորվում, իրենք կարող են իրենց խաղերը տեղադրել, ասում որպես լիցենզիա ծախում Պիրասկին ընդհանրապես անօրինական չկա պիրասկի Ստեղ մենք կարող ենք խաղ ավելացնել, օրինակ ուզում ենք այս խաղը վերցնել, ունենք մի հետապ։ Մտնում ենք զամբյուղ, ստեղ արդեն գումարվում է քան խաղը ու կարող ենք գնել վերջ։ Հիմա գնեցի կարող ես հենց ստեղել խաղալ։ Չէ, այդ եմ ասում, ես չեմ կարող խաղերից ֆայլերից են, որ մարդիկ կարող են հաշվի անօրինակ։ Հիմա դրանք դուսա խաղացել են գեր։ Տեսանք հա։ Ամսոց չէր այդ ժամանակ։ Օրինակ եթե ուզում ենք խաղ գնենք, բայց մեր գումարը չի, բայ երիքում ես շատ ունեմ։ Եթե չի երիքում, ինքը ասում է, որ չի երիքում։ Իսկ ես պարտքով տալիս, հա, տոկոսով, չգիրեմ։ Չէ։ Ստեղ կա նահավորություն կա, ավելացնել ընկերներ, եթե հյանցած մարդ կա, իր անունը գրում ենք ստեղ ու արդեն ընկեր ենք տալիս յանց։ Ու ստեղ արդեն չատ կա։ Ու այդ չատը արդեն մի հատ բերեզա։ Չապում ով ուզի գրում այն, որ դրանք Չէ, ով ասենք եթե ինչ-որ մարդիկ
իրացել ես, միան կարած գես, նույնը ուրիշն է կանան, էլի, սովորական չասում, որ Messenger-ը կա։ ես ապագան պլանավոր արշ սայթի վերցենում հարաստավոր սաշինյաներ ավելացել, ինքը աշխատում էր, ուղղակի այդ ֆունկցիան դեռ պետք է մշակեմ, ինքը մի քանի ֆունկցիա կա, դա համար հանեցի վերջնականվերջից, բայց ապագան ուզում եմ ավելացնեմ հարաստավորը ու մեկ էլ նկարները սկսելը։ Իսկ հիմա կարողանում ես քո սաշինյան ջնջել։ Չէ, չես կարող, բայց ապագան կարող ավելացնել այդ ֆունկցիան, ուղղակի Իսկ ապահով է, չաթը, թե չէ։ Հեռախոսով կամ բան կամ Չէ, ուզում եմ հասկանամ կարողանալու կամ կարողանալու Չէ, երկու օգու մեջ է դեպքան չկա։ Հա։ Ու կաս Աստղեն հայտերը, որ ասենք եթե քեզ է գալի ընկերությունացն Տվյալների բազան արդյոք կոստում է SQL-ը։ Հա, էսանք օրինակ տվյալների բազան է, ընդհանուր էս in վերսիայի մեջ էս էլի չի եղել, ընդեղ մեր բան admin-ները իրաց կոնսոլն են բացում, կոնսոլով են էս ամենին, բայց վերջնական էս էջին ավելացեցի, որ ոչ թե մարդը яг Որ լեզվին է Այս որ լեզվին է շատ լեզուն եմ օգտագործել, հանուս այդ համարում Այդ ոնք է տվյալների բազան։ Այդ եմ ասում, տվյալների բազան բանը Node.js-ով եմ արել Node.js-ով backend ես արել Շատ լեզուն եմ օգտագործել, սենց ասեմ, կոնկրետ բազան, իմ բազայի լոգիկան ամեն ինչը պրիզմայով ու այդ SQL-ը բացատում բայց որ ամեն ինչը սենց կրտնի բանի շատ լեզուն Node.js-ը եմ օգտագործել, React-ը եմ օգտագործել, Docker-ը եմ օգտագործել React-ով փաստում են արտաքին տեսքին Հա, շատ մարմար, սենց ասեմ, կա ինչ-որ չիչ բան պետք լինի ուր լեզուն են ես բան չտան, ես բիբլիոթեկա քաշել, սենց չեմ փորացել կոնկրետ մի երկու բան վերցնում մի օգտագործում Հա, մեկ էլ սայթը, ինչպես ասեցի, աշխատում է բոլոր հարթակներում, այսինքն դուք եք կարող հեռախոսի մեջ բացի գացեք, որտեղ գրվել է խոսին, ինքը արդյոք կարող բացել, ինքը 24 ժամ աշխատում է, ու ամեն, ոչ եմ ասել Բարեձեզ, ես Դավիթ Խալացյանն եմ, դիպլոմային աշխատանքից թեման Դավսկոտ սպորտային սպորտային սննդի հարկատն է։ Իսկ այդ C2C-ն ինչ է նշանակում։ Client to client է։ Հա։ Client to client։ Հա։ Customer to customer։ Հա։ Ես այդ բացը։ C2C-ը թե B2C-ը։ B2C business to։ Թեմայի արդիականությունը, շուկայի պահանջները, նրանում որ սերնդի հետ արդեն մարզասրահագնացությունները ավելի են շատանում, սպորտը իր պահանջարկը ավելի աղարդոսը, համարյանում հաճախորդի արդեն անբաժան մասն է սպորտը։ Շուկայի բացերն են, որ օրինակ, եթե լիստերնի պես կայքնայինք, ինդեղ ոնց որ ֆիլտրացիան այդքան լավ չի, ու կոնկրետ եթե սպորտիկերի մեջ արտիստականությունը քննի, իր համար շատ դժվար կլինի, իսկ այս կայքը ամեն սպորտիկերն առանձին ֆիլտրած, ամեն այդ ֆիլտրացների մեջից նպատակն ու խնդիրները։ Առաջին նպատակը հենց այդ կայքն է։ Կարող եմ անգամից կայքի վրա ցույց տալ։ Վերջակետը չեք անում։ Դա բերդյան սլոգենի բախն է։ Ստեղ խնդրել ապրանքներով կարող կտրենք հենց այն ապրանքը, ինչի անունը եք, ֆիրման, քաշը, թեկուս, որը որ իհարկե նկարագիրի մեջ լինի։ Իսկ արժեքները շուկայի արժեքներ են իրական։ Հիմա։ Հա, այս 10,000 դրամ։ Քանի գրամ դա։ Չէ, այս ժամ է։ Ինչ արա։ Ես
Հեսա ես շուտ կպատվիրեմ։ Բայց դեշի ինքնով կայքում կա, այդ ինքնով պիտի վաճառես։ Ասա մի վարկյանում այդ Yes, this is high connection, which is Լավ, իսկ ինչի որոշեցի հենց որ այս մի կայք նախագծել այդ որոշումը։ Օրինակ ես որ ուզում եմ սպորտի դառնամ, դժվար է որ մտնես դից ժամերով մանգաս։ Այստեղ ավելի ֆիլտրատ է, որ ավելի հեշտ է։ Այսինքն լավ ապրանք ես առաջարկում, հա։ Ինչ։ Լավ փորձված ապրանք ես առաջարկում քո կայքում։ Լավ ապրանք ամեն վաճառողի ու առնողի մեջ հեշտությունն է, էլի ավելի հեշտ է։ Դավիթ Քասաշի սկզբում չհասկացվեց, որ ինքը լիստեյմի նման է, որ ինչ հայտարարությունների կարա դնի։ Այդ չհասկացվեց։ Մի հատ այդ կասես էլ ունենալու, որ ասենք ես կարող եմ ինձ բան դառնամ, մտնեմ իմ պրոյեկտի լիստեյմի ֆունկցիան բոլոր գրանցվող մարդիկ կարող բացել իրենց անձնական խանութը, իրենց կատալոգը դնել իրենց ապրանքներով։ Մենակ սպորտային սնունդ է տեղադրում։ Կա տենց բան, որ ես շոր կոշիկ տեղադրեմ, ինձ Արմինը ասի, ես ինչ ես արել։ Ակտերապակով ինչ։ Նո ասեմ այդ ավտոմատա, թե ձերով ստուգում եք ասում։ Հələ որ ձերով ապրանքն ավտոմատա։ Իսկ կողպուտը այստեղ որն է։ Ինչը։ Կողպուտը որն է այստեղ։ Իմ կողպուտը նայում հազույքն Վաճառքից տոկոս, կամ գրանցվելուց ինչ-որ միջնորդավճար։ Չէ, պրեզենտացիայի մեջ միջնորդավճարը միանգ 0% է եկել, թողեցի ասած ասենց մարդասիրական դիպլոմային աշխատանք։ Բայց պիտի արդյունք ունենա, չէ, կայքը ստեղծել ես, վերջում նախատեսել գոնե թողարկելուց հետո, որպեսզի եկամուտներ, չէ։ Դիպլոմային վերջում ինտեգրալ ավելացնել այդ կոմիսիայի տոկոսը։ Ես չեմ տեսնում սամբուլի հատված ունես այստեղ։ Չէ։ Այսինքն մեկ ապրանք մի անգամից պատվիրում ենք ու վերջ, հա, պիտի անցնենք հաջորդին, նորից վճարենք մաս, այդպես է։ Այստեղ որոշում լիստերի պրինցիպն է, բանի պես չի։ Այսինքն ինչ-որ կամպանիայից մենք չենք պատվիրում։ Կարող զանգենք այդ սելլերը մեզ Զանգում ենք, պայմանավորվում ենք։ Պայմանավորվում ենք ինչ նկարներով գնի մեջ փոխվող։ Վստահելի է նրանով, որ կարաս ապրանքը առնելուց առաջ տեսնես, կինը թեկուս, չգիտեմ, ուզենաս գցես Ոնց եք իմանալու իրականում պես ապրանքն է վաճառում, թե մեջ ուրիշ է։ Իսկ մեջը։ Ուրիշ, անիմաստ հավեր է ցած։ Վիտամին C։ Պրոտեինի տեղափոխումն է, ոչ ոք չի կարող։ Ոնց է երաշխավորելու գնորդներին, որ այստեղ օրիգինալ ապրանք է։ Իսկ օրիգինալ ֆիրման է, այստեղ կոնկրետ երաշխավորելու համար է լաբորատորի էդինգ գործ չի։ Նայ, բայց քո կայքի միջոցով են, չէ՞, վաճառում, այսինքն վաճառողը հա բացեց իր ակաունտը, տեղադրեց իր պրոդուկտը որակով չի անհայտ պրոդուկտ է, ու քո կայքի ռեյտինգն է ընկնելու դրանից։ Այսինքն եթե վատ պրոդուկտ գնեցին, այլ երկրորդ անգամ քո կայքի չեն գնի։ Իսկ օձիվների տեղ ունես։ Ռիվյուներ։ Չէ, Դե համար չէ։ Այս կարողանում ենք աչքերով Կանոնություններ փակի։ Փակի։ Որը երաշխավորը փակվեց։ Չէ՞։ Հա, սերտիֆիկատ։ Այս հարցինան ապրանքը տեղադրանք, այն սերտիֆիկատ։ Հարոտոկոսը վերահսկեց ընկնան, դες հնարավոր չի։ Թեկուս հենց սպորտ պիտեի այդ օֆիցիալ կանոններն կարող է չավարտել ստացել, ինչը լաբորատոր չանես, սրանց այդ սերտիֆիկատներն շատ է ժանում։ Դավիթ ջան, այդ որակի պահը եթե թողնենք մի կողմ, քո կայքի յուզերները լինում են եւ գնորդները, եւ վաճառողները։ Դու այդ երկու ռոլերն էլ մշակել ես, թե մի ռոլն ամենակ գնորդի։ Հա, այսինքն ես ենթադրենք վաճառող եմ, այդ դեպքում ինչ ինտերֆեյս ունեմ ու ինչ բաժիններ, ինչպես եմ տեղադրում իմ պրոդուկտը։ Ես մոտի յուզերով ես մտնում։ Այսինքն ռոլը որ ռոլով ես ցույց տալիս։ Վաճառողի կողմից մենք տեսնենք, էլի գնորդի կողմից մի քիչ այլ է երևում կա։ Հարցը հետևյալն է, մենք վաճառողի
այդպես ոնց է երևում կայքը։ Չէ, գնորդի կողմից հենց նույն ես նորվայել եմ հենց գնորդի կողմից էր, որ այդ հայտարարությունը ես չէի։ Գնաց իսկ վաճառողը ինչ ինտերֆեյս է։ Admin պանելով ապրանքը ավելանում է ապրանքի անվանումը նկարագիր։ Նկարագրություն, օքեյ։ Ստեղ ֆիլտրում ասենք ինչ կատեգորիայի է։ Այս Հիմնական սերը նկարագրական կավելացնել։ այստեղ վստահաբար պետք է այդ սահմանափակումները կունենաս, որ ինչ-որ կերպ պետք է ստուգվի, էլի, ինչ պրոդուկտ որ լիստը չդառնա։ Ստեղ երեք լեզվի հնարավորություն կա, այրավորության ապրել։ Այստեղ էս կետը ոնց Հա, բայց մի կետով ուրիշ է, երկու կետը վերջակետ, ինքը լրիվ ուրիշ տեղական Բազմակետ։ Հələ Դավիթ մի հասկան, այդ որ երեք լեզվով շարքել է, ամեն մի լեզվի համար առանձին էջես կա, թե ասենք տվյալների բազայում ընդհանրենք և հայերեն տեքստն և ուսերեն և անգլերեն, երբ որ կողքում ես, տվյալների բազայը սա գալիս է, ոնց ես կա, առանձին էջեր են դրան, թե տվյալների բազայում առանձին տեքստերը։ Առանձին էջը չի ոխենստով, առանձին էջը չէ, տվյալների բազայում ապրում ես Շնորհակալություն Դավիթ։ Բարով ձեզ ես հաշվետվական եմ դիպլոմային թեման Երևանի ճարտարապետության մասը թերապևտական կայքի ստեղծումը, այն կայքի նպատակներ ստեղծել այնպիսի մի կայք, կենտրոնացված կայք, քանի որ Երևանի մասին շատ տվյալներ սրված են, դիտելով քաղաքապետարանի կայքը հասկացա, որ պետք է ստեղծել ժամանակակից ինտերակտիվ կայք։ Հիմնական խնդիրները եղել է այն, որ պետք է ստեղծել այնպիսի կայք, կոպիտ ասած օգտատերը չմոլորվի կայքի մեջ, պարզ և թեթևգոց, որպեսզի կայքի էջերը արագ օգտագործվել են այնպիսի տեխնոլոգիաներ HTML, CSS, ինտերակտիվության համար JavaScript։ HTML-ը օգտագործել է կայքի ստրուկտուրայի և կրմաղքի համար, CSS-ը դիզայնը։ JavaScript-ի ինտերակտիվության համար ես այդ հատվածը մասն եմ։ Այստեղ սարքաշարմետ ես գլխավոր մենյուի սկրիպշս եմ գեղադրել։ Աշոտ մի անգամից կայք ներացից կսակ։ Կայքի ինտերակտիվության մասին JavaScript-ով այստեղ ներդրել եմ 3D մոդելներ, որոնք ինձ ես եմ սարքել։ Օգտագործվել է JavaScript-ի free գրադարանը, որը թույլ է տալիս 3D մոդելներ ներդնել web կայքի մեջ։ Օգտատերը կարող է մտնել և հակիրճ ինֆորմացիա տեսնել շենքի մասին, իսկական պատկերը և 3D մոդելներից երկրորդ մասնաստիճանով կարող է տեղադրել եմ լավ ստացված 3D մոդելները, 3D մոդելներ։ Դու ես պատրաստել մոդելները։ Blender ծրագրում, առել հետո GLP разрешенիով փոխակերպում տեղադրում կայքի մեջ։ Ինչ ես պլանավորում կայքի հետ անել, թողարկելու ես չես թողարկելու պայմանագրեր ես կայքելու։ Մտածում եմ ավելի պետականացված դարձնել կայքը, քանի որ անհրաժեշտ նման քաղաքին անհրաժեշտ է կոնկրետ կենտրոնացված կայք, որտեղ կլինի թե տվյալներ, թե նմանատիպ, նմանատիպ 3D մոդելներ, տեխնոլոգիաներ։ Responsive design-ը ինչ է։ Թեթև և պարզ կոդ, որ մարդիկ չմոլորվեն կայքի մեջ ու կայքի էջերը արագ հասվեն։ Աշոտ, ունենք կայքը, ասենք նոթբուքով էլ
հայկական կետերի հայկը, այսինքն քաղաքապետարանի կարասեն նոր տարբերակ, քաղաքապետարանի կայքի նոր տարբերակ։ Աշոտ ջան, user-ը քո կայքում ամբողջ քաղաքի մասին ինֆորմացիա գտնելու, թե կոնկրետ շինություններ կամ Շինությունների վարչական շրջանների մասին կոնկրետ հակիրճ ինֆորմացիա։ Որովհետև երեք դեմ մոդելները հետաքրքիր կլինի, եթե ինչ-որ մշակութային կառույցներ ներգրավի operation, հրապարակը և այլն։ Եվ թիրախային լսարանները ովքեր են քաղաքացիների համար, տուրիստների համար, տարիքային խումբի գուցե։ Տուրիստների համար թե ուղղակի հետաքրքրասեր քաղաքացիների համար։ Պատմություն ուսումնասիրող, ճարտարապետություններ ուսումնասիրող։ Թեմա շատ լավն է իրականում։ Առաջադեպած բոլոր խնդիրները լիարժեք իրականացվել են ժամանակակից ադապտիվ, սենսիվոր ժամանակակից ադապտիվ վեբհարդակ, կիրառված տեխնոլոգիաները չկշեշտեցի HTML, CSS, JavaScript, ավրանքներ է տալիս, ավելի մեծ թիրախ ունենալ, ամենայնացնել տեղեկություն տրամադրել։ Եկեք եղա մի հարց։ Լավ է սարքել։ Հա? Իսկ ինչի պիտի հենց քո կայքին ապրի։ Քաղաքապետարանի դրանով է, քաղաքապետարանի կայքից դրանով է, ապրում որ կոպիտ ասած զանձրալի կայք չի, կա ինտերակտիվ միջավայր, դրդե մոդելներ են ներառված և սորտ դատակ տեքստ չի, շատ կարապ շարքից ինվորմացիա։ Կամ ինչ-որ համագործակցություն կարող լինի ու քաղաքապետարանը ունենա քո կայք բերող ինչ-որ հնարավորություն, էլի, որ եթե ինչ-որ բան եք ուսումնասիրում, անցեք այս կայք։ Բարև ձեզ, Արտուր Մեսրոպյանյանն եմ, դիպլոմայից MFT-ի միացիչի մասին է, դիպլոմային աշխատանքի նպատակը ուսումնասիրել մայրպոլատայի կառուցվածքը, կոմպոնենտները և ներկայացնել վերանորոգման մեթոդները։ MFT-ի միացիչը մայրպոլատայի վրա փոքր չափի սլոտ է, Wi-Fi և Bluetooth մոդուլների համար և ավելի կոմպակտ է, քան PCIe քարտերը։ Միացիչը լինում է մի քանի տեսակի Ե, B և M, Ե-ն Wi-Fi Bluetooth-ի համար, M-ն ու B-ն անհրաժեշտ են SSD-ների համար, նրանց միջև տարբերությունները նրանում է, որ M-ը ավելի արագ է աշխատում, քան M-ը։ Փոխարինման համար անհրաժեշտ գործիքներն են տաքոտիկայան, զոդիչ, անագելար, ոսկե փոշի, ռոզե, ռանձելպյուս, միկրոսկոպ։ Վերանորոգման գործիքով ներկայացնելը սկզբում պետք է ցենք բլուր, որից հետո ռոզեի օգնությամբ Միանգամից վիդեո բացել է։ Անցի վիդեոյի բացում Ոծերի վրա է։ որից հետո սկսել ռոզը, կանտակները ավելի հեշտ զոդելու համար, ռոզեն ջերմաստիճանը իջեցնում է 95-95 աստիճան, որից հետո տաքոտիկային օգնությամբ ուսումնասիրել բոլոր ոտքների տաքացնելու հանել են։ Տաքացնելու օգնությամբ մաքրելու են կոնտակտները պլատետրայից ռոզեի ավելոտ ռոզեն հանելու համար, որպեսզի նոր նոր մայցիչ
լսում եմ օգտագործում։ Եվ դու դիքսած վիդեոներ ես նայում։ Այստեղ դեռ համերես չէ։ Հիմա ռոզ եմ գցնում։ Որ ավելի ես դինիվալը դարես կամպետերը վնասել։ Կամպետերը իրավունքն մենք որքան է ողջի Ջերմաստիճանը բարելավում Դենա իշում Ինչ աստիճանային ձիապացում է։ Երկամիցին երկով Եթե մի տոշկի դրապարեն կարա հա Իսկ հետո տեղադրելուց հետո միացա, վարդան, հա։ Ուրեցերս հենց փոս ոչի մնաց։ Ինչ է ոչի միացել։ Կաչ մնաց մայրը, որով չեք տեսել։ Ինչի դեր ամբողջացում է։ Շուտ մեր կոնֆլիկտի եղել է։ Ինչ դու չեմ մնա չեմ մնալ։ Քարակից մատերից չասել այդ չէ։ Կամպոնենտներն Ладно, прошлый карат. Москва хочет? Прошлый. Ага, doğru konuşmuş. Yakışalım. Zor mu sorması Միայն դիպի Քանել ես, հավաքել ես համակարգիչներ ես։ Այս նոթբուքի։ Վարդան ես համար հեշտ գործ էր, թե դժվար է։ Սկզբում դժվար էր, հետո արդեն ուսանեցի։ Հիմա ես լավ է։ Ճիշտ է, չէ՞ ասում կեսան, իրենց լավ ստացան։ Այդքան չէ, հələ պետք է։ Ճիշտ է, պետք է սովորել։ Արտես Եղգող Մանուկյանն եմ, իմ դիպլոմային աշխատանքի թեման է միկրոտիպ երկրիչի վրա վրանների եւ ինչքան երկրամանացման մշակում։ Այսօր ձեռնարկությունների համար շատ կարևոր է ունենալ արդյունավետ եւ ուսալի ցանցային կառուցված եւ եթե ցանցը ճիշտ սեգմենտավորված չի լինում, նա դառնում է դանդաղ ռոթաստրատի պատճառով եւ խոցելի չափանակ ուղղերի համար։ Որն տեխնոլոգիան թույլ է տալիս լուծել այդ երկու խնդիրները միաժամանակ։ Իմ նպատակն է միկրոտիկ սարքավորման վրա իրականացնել ձեռնարկություն, որի շնորհիվ ցանցը կդառնա կառավարելի եւ ապահով եւ այդ նպատակին հասնելու համար իմ առջեւ դրել եմ հետեւյալ խնդիրները. ուսումնասիրել բլան տեխնոլոգիան, իրականացնել ցանցի տրամաբանական կառուցվածքի մշակում, կազմակերպել այգի հարցերավորում, ընտրել համապատասխան սարքավորումներ եւ ապահովել ցանցերի միջև համապատասխանություն։ Օգտագործվել է EA871 ստանդարտների համապատասխան։ Նա կարողանում է այլ թեկավորված օգտագործել տրանսպորտերը տեղական սարքերի համար եւ տրանսպորտերը սարքերի միջև կապ ապահովելու համար։ Նաև բրիջ, դա կարող ֆունկցիաներից մեկն է, որը սովորական բրիջը դարձնում է հետացի բրիջ։ Անհրաժեշտության դեպքում կարողանում է տալ թեք կամ հեռացնել ուրան դիտակները։ Ես մշակել եմ այնպիսի սխեմա, որտեղ յուրաքանչյուր բաժին ստանում է իր համապատասխան հասցեն եւ տրվում է case
միջև կապ ապահովելու համար օգտագործվել է ռոուտերոնստիկ մեթոդը։ Մեկ ֆիզիկական փոխի վրա ստեղծվել են ենթաինտերֆեյսներ, ինչի շնորհիվ տվյալները կարողանում են փոխանցվել մի ենթացանցից մյուսը, ապահովելով վերահսկողություն։ Ցանցի ամուսնագությունը ապահովել է firewall-ի կանոնների միջոցով, օգտագործվել է input chain-ների արտադրիչը պաշտպանելու համար և forward chain-ը հոսքը սահմանափակելու համար։ Օրինակ, յուրերը մուտք չեն կարող գործել հաշվապահական բաժին։ Որպեսզի օգտատերը կարողանա դուրս գալ համացանց, օգտագործվել է NAT տեխնոլոգիան, մասնավոր գործողության շնորհիվ, ներքին մասնավոր IP հասցեները փոխվել են մեկ հանրային հասցեի, ինչ թույլ է տալիս դուրս գալ համացանց, և դա լրատվության պաշտպանության շերտ է համարվում։ Օգտագործվել է MikroTik CCR թուղիչը, օգտագործվել են smart switch-երը և access point-ները ու ժամանակակից կերպեց նորմուկներ բարձրարարություն ապահովելու համար։ Կարգաբերումներից հետո կատարվել է տեստավորում, PIN և FRAKE գործողությունների միջոցով, ստուգվել են բոլոր ենթացանցերը, արդյունքները ցույց են տալիս, որ լուսալիությունը և կառավարությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, պաշտպանությունը 100%-ով, իսկ ինտերնետ կապի անխափանելիությունը կապված է NAT-ի ճիշտ կարգաբերումից։ Զրակացնելով ասեմ, որ իմ տեղնարկած նախագծում ցանցային սխեման լուծում է տեղնարկությունների առջև դրված խնդիրը։ Մենք ստացանք սեգմենտավորված, հեշտ կառավարվող և պաշտպանված ցանցային կառուցվածք, որը ունի մեծ հեռանկար։ Ստում ենք վիդեոն։ Տալիս եմ բրիջը։ Տալիս եմ լանդերն եմ տալքում, տալիս եմ լանի այդները։ Դե դրանց անոններ եմ տալի, որպեսի այստեղ տալիս եմ այդի հարցները։ Գեր Ելենա կարող եմ մի քիչ բան մեծացնել վիդեոն։ Վիլան սարքերը իմաստը ո՞րն է գող։ Վիլանները որ սարքերը, ինչի համար։ Ուրավերի հեշտ կարողանում արտավերում։ Սարասի պարզա, նպատակ նկապ չնա։ Վիլանը գիտես չէ ինչ է։ Ինչ է։ Վիրտուալ, ասա գիտես մի բան։ Որպեսզի կարողանա հարցի տնամատել։
Ինչի համար է։ Ինքը որ ոնց յուրաքանչյուր ունդը տեսնենք արարողությունը Դրա համազգային Հիմա 40.1-ին որ 5 արեցիք, ինչի 40.1-ին արեցիք, ասենք 190.1-ին աներ։ Ինչ ստուգեցիք 40.1-ի հետ։ մի հոգու ինչքան է այնքան Տեսա ինչքան անասպուր է։ Ես խաղում եմ իրար հիմա ինչն է այրագինը։ 0 միլիսեկունդ դրում անի, այսինքն ինչն է իա 0 միլիսեկունդ։ Գիտի է չի կարող։ Քո բարերով ասած են, իրար դեպ բարերով են օգտագործում։ Սոկյան բանի ժամանակում տակուսը Գոր, լասա այս աշխատանքի այս աշխատանքի ինչի համար է դարել, քո բարերը միակ ասեմ, թե ես աշխատանքի դարել։ Որի նախին համար, որպեսի բանամ, սովորեմ, որ հետագործեմ ու ոնց որ կազմակերպությունների համար։ երկրորդը ինչ հասկացար արեցի։ Ոնց հասցեավորել հավատացարկել ցանցային կապված ուրանի միջոց։ Քեզ պետք է բանքում մասնակցության մեջ ես որ արվես։ Ընդհանրապես պետք չի։ Ես պետք է գամ, ինչքան բանում շատ բան իմանաս, ավելի լավ։ Բոլոր ոլորտները Լավ ամենակարևորը ինչ այս աշխատանքից շնորհիվ ինչին տիրապետեցիք։ Ինչի վրա ես արել այդ աշխատանքը։ Վերնագիրը գոնե մի հատ դիպրոտիկ սարքավորման որի շուրջ ավելան ֆիգուրացիա իսկ այդ գործերը որ անում եք ինչ ծրագիր է հիշեցությունը ինտերֆեյսը որ մտալ վիդեոյի մեջ որ մտալ ես այսի է ինչ է կոչվում այդ սոֆթվերը Հա, ասա Winbox տես կարող է իրար, ոնց հարց եմ կրել։ Դրա անցնենք Զեմլակից նչնենք։ Ներկայացնում կենցաղային տեխնիկաների կայքի նախագծումը։ Տվյալ թվականներին կենցաղային տեխնիկաները շատ կարևոր դեր են խաղում յուրաքանչյուրիս կյանքում և միգուցե յուրաքանչյուրիս տանում է գտնում են հեռուստացույցեր, տելևիզորներ, հալածելիքներ և այլն։ TV ասա, TV։ Եվ գնալով ավելի շատ են զարգանում կենցաղային տեխնիկաների շուկան, որ հետ նաև ավելանում են նրանց ինֆորմացիան, որը ոչ բոլոր վաճառքի սայթերում է տեղադրված լինում և կրճատ բնութագրություն է ունենում, որը ավելի դժվարացնում է ընտրությունը կատարելը
որտեղ հաճախորդը ցանկանում է իմանալ ամբողջական ինֆորմացիան, նպատակը այն է ստեղծել մի ճկուն ճարտարապետությունով կայք, որտեղ տրամադրված կլինի ինֆորմացիան հարմարավետ եւ ամբողջական։ Եկեք մի անգամից անցնեմ ես կայքին, որպեսզի մնացած հարցերն Կայքի ստեղծման մեջ ես օգտագործել եմ երկու ծրագրավորման տեսուկ, HTML և CSS տեխնոլոգիաները։ HTML-ով տեղադրել եմ նկարները, գրվածքները, CSS-ով տվել եմ նրանց դիզայնը, չափսերը և հանդակները, որ պարամետրերին գույները փոխվում են։ Ապագայում նաև ցանկանում եմ ավելացնել համեմատական ֆունկցիա, որը այսպիսի ճանաչողական կայքերում շատ կարևոր տեղ է ունենում, քանզի ավելի շատ է հեշտացնում որոշում կատարելը և ժամանակի տնայնություն է ավելացնում։ Սայթը ամբողջական դեր պատրաստի, ամբողջական պատրաստումներ դեպքում հոստինգից հետո ինքը ունենա պատճենումներ, որը քեզի ինչ-որ մի խնդիր հայտնվելիս մի անգամից տեղափոխվի պատճենումը տեղադրվի սայթի տեղը, որպեսզի օնլայն խնդիրները չլինեն, գտնվի օնլայն դոստուպի մեջ։ Իսկ ինչի պիտի կայքից օգտվենք, երբ ոչ թե օրինակ վեգայի կայքի։ Ասենք, վեգայի կայքում կարող մտնենք և տեսնենք նույն կանոնացիաները, պրոստը գրասիմի անվանումը, հզորությունը, հոսանքը, ռեժիմները։ Վեգայի ապանչի անվանումը։ Ես իսկան կարեցել եմ ավելի շատ խորասած ինվորմացիա եմ հայտնաբերել, որպեսզի տեղադրում եմ։ Իսկ VLB-ի համեմատ նույնը։ Ես ցանկանում եմ Ուղղակի համագործակցել տարբեր տեխնիկայի խանութների հետ, պահիստների հետ ապրանք ստանաս քո կայքում ցուցադրել, թե դու ներկրող ես հենց ենթադրում եմ Չէ, տեղեկատվական սայթ արվելու, պրոստը ես գցած եմ լինելու արտադրողների սայթերին, ինչ-որ մի ինվորմացիա նոր մոդել դուրս գալուց մի անգամից ինվորմացիան կտեղափոխվի կայքի մեջ, մոտավորապես այդպես է կատարվելու պրոսեսը։ Իսկ նարեկ, քեզ ինչ օգնում դրանից էլի, որ դու ոնց ես փող աշխատելու կայքի միջոցով։ Գումար պետք չի, ես պրոստը ցանկացել եմ այսպիսի սայթ պատրաստել, քանզի ես էլ եմ իմ օրինակով եմ ասում, նոթբուքս գնելուց, դեռ ոչ մի բան այդքան լավ չէի հասկանում նոթբուքներից, լիքը կեսից բանը որ նայում էի, ինձի անհասկանալի է, վաճառողը դաժե չբացատրեց։ Բա դու ջանք ես թափում, կայք ես տեղում, հետո ուզում ես զարգանալ, մի գովազ վերցնես, գովազ տեղադրես քո կայքում։ Պայմանագիր կնքեմ։ Պայմանագիր կնքեմ այդ արտադրողների հետ։ Հասարակական աշխատանք չի քոնը։ Չէ, բայց մարդուցանը օգնում է։ Այսքանը։ Ես շնորհակալություն ուշադրության համար։ Հաճելի է քո հետ նարեկ։ Արտավազդ Պետրոսյանը, Արտավազդ ջան։ Սայթը պատրաստելիս ես մտածել եմ
այդպես, որ շինարարի համար հաճախության համար թե մարդիկ ուզում են տուն կառուցել, այնպես անի որ հեշտ լինի իրենց համար թե կառույցի գնումը, թե սանձիկի դեր կապված կենցաղի մեծ առաջացնությունները, այդ ամբողջը ես մի սայթի մեջ ես ամբողջը ոնց որ հավաքել եմ ամբողջը այդ սայթի մեջ և բան fix my flats սայթում մի քանի բաժին, ինտերնետ բաժին, էքսպերտ բաժին կապում ես հետ և AI-ի հետ մի կապ կա Օրինակ վերլուծել եմ մի քանի սայթ նոր կայքն ուտր, այդ սայթից եմ մի քանի բաներ վերցրել համեմատել և ավելի լավ ձևով դրել սայթի մեջ սայթը օրինակ սայթի ապահովությունը ես ապահովել եմ 3.1 կանոնով այսինքն 3.1 կանոնը այն է, որ 3 բաժ է ունենում երկրորդը, այսինքն պարել համակարգչի մեջ կամ ֆլեշի մեջ, իսկ առաջինը կամ պարել այնպիսին է, cloud-ում կամ ուրիշ համակարգչի մեջ։ Օրինակ պատվերների փուլերը զանգում են մեր խանութ, այդտեղ ասում են ինչ են տեսել, ինչ է համակարգը, ինչ գործում կառարել, այդ գործը զանգում պատվիրում են, և մենք տեղ խնդրով հենց համապատասխան մասնակետին ուղղացնում ենք կամ համապատասխան կարգում։ Դե սկսենք կամ հեռախոսահամարը մեր խանութի կետի բանը կա, հասցեն email-ներ ունենք, որը աշխատում են, բոլոր ամեն ինչը աշխատում են, email-ը, հեռախոսահամարները հասցեն եսա խանութի այնտեղ կա FAQ համակարգը, օրինակ մարդիկ կան, որ իրենց ոչ հարց են առաջանում, այնտեղ կարող են գրել, AI-գործները իրենց կարող են օգնել, ասեցին, ու հարցը կարող են այդ AI-գործը։ Անվտանգություն։ Կայքի վրա ցույց կա սախտեն ապահովը։ Բացես կայք ցույց տա։ Ես կայքի էգզեմպլար է, լրիվ ինքը պատրաստված չի, նրանցում է ուր։ Ակի սա իմ պալանք է, դիշու բիզնես պլան է, այսինք պրոյեկտ է, որ ավելի զարգացնեն ու բաճում։ Այսինքն ձեր կայքի միջոցով կարող ենք նաև ինտերիերի դիզայնի բաներ պատվիրենք, այլ միայն շինարարական։ Չորտեքը կարող նաև ու զարգանում կարող նշել երեք մոդելը ցույցային դեպքերը այդ ֆայլը կարող կոնտրոլ ինչը զգոնա էս ինքնական պրոջեկտի մի մասը Արտադրություն, կայքի պատրաստելու ընթացքում ինչ տեխնոլոգիաներ CSS հայտնել եւ
իսկ քո user-ները, որ քո կայքից օգտվելու են, իրենք միայն ծանոթանալու հնարավորություն ունեն ծառայություններին, թե կարող են օրինակ ինչ-որ ծառայություն ամրագրել, պատվիրել, օրինակ այդ պատվիրել կոճակը ինչ հնարավորություն է տալիս։ Բայց այսինքն դու նախատեսում այնպես ալիների ինքը այստեղ ամեն ֆունկցիա միայն նկարել տեսնենք ինչ է կան, եթե դու եկավ, ասենք ավելի պատվիրել է։ Ու դուք եք կապացնելու հարթում Կորս գների, արտավազից գների ինչեր են, սկսած 2000 դրամից վերանորոգումը, ու ասեմ դա ուղղակի ես դեր իսկ որ 4-8 հակո աստղիկները ինչի լինք չի էլ է? Ես վատորի եմ։ Արտավազ ինչ ծրագրով ես գրել? Հա։ Ես հաշտվիներ, սենսեր, որով ինչն ես արել։ Իշներով կանոնություն կհաղթը, սանքի։ Ես ես օգտվել եմ ձևներ, գույներ, դիզայնորներ սայթերի դիզայներ։ JavaScript-ը ֆունկցիա է։ Հայերի արդեն շրջանավարտներ, համ ուրախությամբ, համ տխտությամբ մենք ավարտում ենք մեր համատեղ գործունեության 4 տարի։ Ձեռքիցը դիրել է համը։ Ինչ վերաբերում է ձեր մասնակցությանը, ես խոսք ասեմ ընկերներին գնահատում կասի և հանձնվողում է նախագահը և խոսք կասի ձեզ։ Ինչ վերաբերում է ձեր գնահատմանը, գնահատել ենք հաշվի առնելով ձեր ընդունակությունները, հենց ինչպես ներկայացրեցիք, և ոմանց դեպքում իրականում այս գնահատումը ավելի շատ վերջ չասեմ, բայց ավելին է, քան ուծե ձերից ոմանք կայք։ Չենք ուզում ավելներ ասել, ուղղակի մենք գիտենք նաև, թե ինչպես եք դուք աշխատել 50-ական տարիների ընթացքում, դրանքը լայվ ժողվում է, ես լավ բանի մասին ասում։ Ընկերներին ասեք գնահատումը, գնահատական ինչպես եք արդեն սկզբից ասեց, պաշտպանության սկզբից գնահատումը 5 միավորանց համակարգով, 5 գերազանց, լավը 4-նադա, 3-ը բավարար և անբավարարն էլ 2-ն։ Պետրոսյան Արտավազդ գերազանց, Մարտիրոսյան Նարեկ լավ, Մանուկյան Գոր գերազանց, Գասպարյան Լևոն բավարար, Մնացականյան Վարդան գերազանց, Վարդանյան Աշոտ լավ, Խալացյան Դավիթ լավ, Արությունյան Հայկ գերազանց, Մարգարյան Գերամ գերազանց, Հովանեսյան Էրիկ գերազանց, Գազանջյան Կրեկը գերազանց, Պալասանյան Պահե գերազանց, Ասատրյան Հակոբ բավարար, Արտավյան Հովանես լավ։ Նիկոս կասեք, շնորհավորում եմ ձեզ, ճիշտն ասած անձնապես չեմ ճանաչում, բայց որպես մասնագիտական մեծամեծ հաջողություններ եմ մաղթում ձեզ, սենց
բայց նայեցի առանձնահատուկ են, որ չգիտեմ, մեր Հայկը առանձնացավ իր պատրաստած նյութով, իր պատրաստած կայքով, մեկ էլ մնացականյան Վարդանն էր, ու շատ հետաքրքրեց իր արած ընդհանուր գործունեությունը, իմ մասնագիտական ուղղը դրա մասին, էլ որպես էլեկտրոնիկ, շնորհավորում եմ ձեզ։